15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի հրդեհից ուղիղ 3 տարի անց չկա ամենակարևոր հարցի պատասխանը, որն էր հրդեհի իրական պատճառը։ Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը շարունակում է պնդել. իրարամերժ ցուցմունքները, թերի նախաքննությունը ավելի շատ հարցեր են առաջ բերել։ Համոզմունք է ձևավորվել, որ հանցագործությունը ամեն ինչ արվեց չբացահայտվելու համար, մեղավոր անձած շրջանակը պարզելու։ 3 տարի ձգվող դատավարությունը ընթացել է պաշտոնական վարկածի շուրջ, թե կապիտան Եղիշե Հակոբյանը փորձել է բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։ Նորիկյանը այսօր ուշագրավ հայտարարություն արեց։ Գլխավոր մեղադրյալի նախաձեռնությամբ առանձին զրույց են ունեցել, որի ընթացքում կապիտան Հակոբյանը այնպիսի բաներ է պատմել, գրառումներ արել, որոնց արդյունքում գործում կարող են նոր մեղադրյալներ ներգրավել։ Մասնավորապես, ինչ է տեղի ունեցել դեպքի նախորդող օրերին եւ ում անուններն են շրջանառվել։ Գործող իշխանության կարկառու ներկայացուցիչներից մեկի անունը, որը ազգային ժողովի պատգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել այդ նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին եւ երկրորդը այս ինձ փոխանցված տեղեկություններում առկա է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող քրեական խմբավորումների ներկայացուցիչների անունից այդ տարածք ներկայանալու կամ ինչ-որ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին։ Գուցե վախեցրել են, գուցե սպառնացել են, փաստաբան Նորիկյանը չգիտի ինչու մինչև օրս Եղիշե Հակոբյանը չի բարձրաձայնել այս ամենը, չի բացառում, որ քննության փուլերից մեկում ինքը այս մասին կխոսի։ Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատեց. հանդիպում եղել է, զրույց նույնպես, բայց անունների մասով վստահ չէր։ Եղիշե Հակոբյանը որևէ կերպ որևէ անուն դեպս արտարոց չկա, որ բան լինի, հայտնած լինի, որ ես չեմ հիշում նման բան, բացի դրանից Եղիշե Հակոբյանը արդեն մի քանի անգամ ցուցմունք տվել է։ Հետևաբար նոր ցուցմունք տալու ինչ-որ բան չկա։ Եթե հարցադրումներ ունեն, Եղիշե Հակոբյանը հայտնի է, որ ես պատրաստ եմ ցուցմունքներ տալու եւ մտահոգությունը, որ ինչ որ բան գիտի թաքցնում է, վախենում է, վախեցնում է։ Ես չգիտեմ ով է վախեն։ Նման տվյալ ինձ փաստական տվյալ ինձ հայտնի չի։ Եղիշե Նորիկյանը այդպես տվյալի տիրապետում, բայց տվյալը չեմ տիրապետում։ Ես չգիտեմ ինքը ինչ-որ մեկից վախենա, թե չի վախ։ Ըստ դատաբժշկական փորձաքննության զինվորների մահվան պատճառը հրդեհից գոյացած շմոլ գազն ու այրվածքային շոկն են։ Մինչդեռ դեպքի վայրը զննած փորձագետը շաբաթներ առաջ դատարանում այս վարկածը հերքող պնդում էր արել, ասելով, թե փայտե վառարանից շմոլ գազ չի առաջանում։ Այս հարցն էլ ըստ Նորիկյանի դեռ տրամաբանական բացատրություն չի ստացել։ Եթե պետք է սլաքավարները պատասխան տան, իսկ իրական մեղավորները, կապիտ ասած, շնաձկները պլստան քրեական պատասխանատվությունից, դա առաջին հերթին մեծագույն անարգանք է լինելու ուրեմն զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ քաշած վարկածով հիմնավորում է, որ պատկերավորի ասած բանակում տիրել է բարդակ վիճակ, անպատասխանատու վիճակ եւ որի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ինչպես անցած տարի եմ ասել, հիմա վերահաստատում եմ Նիկոլ Փաշինյանն է։ Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել։ 2023 թվականի հունվարի 19-ի ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց պաշտոնական վարկածը, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինքնապաշտպանական բնազդով բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Այս հայտարարությունը ծնողներից շատերը ուղղորդում են համարում ոչ միայն նախաքննությանը, այլև դատավորին։ Փաստաբանը միջնորդելու է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս դատարան կանչվեն եւ հարցաքննվեն։ Ազատության դիտարկմանը արդյոք այս միջնորդությունը եւ մեղադրյալ Հակոբյանի մասնավոր զրույցում հնչեցրած անունները կապ ունեն միմյանց հետ։ Նորիկյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց։ Տակտիկական առումով ես չեմ կարող հիմա բացահայտել, թե ինչ հարցեր պետք է ես ներկայացնեմ Փաշինյանի կամ Սուրեն Պապիկյանի։ Կապը չեմ կարող ասել, չեմ բացառում, չեմ էլ հաստատում։ Գործի շրջանակներում մշտապես շոշափվել է դիվերսիայի, պաշտոնապես չհաստատված վարկածը։
Նորիկյանը այսօր հիշեցրեց, որ հատուկ գրություն էր ուղարկել ԱԱԾ տնօրենին, խնդրելով տեղեկացնել, ուսումնասիրել են, թե արդյոք Եղիշե Հակոբյանը կարող էր այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տիրույթում հայտնվել, թե ոչ։ Զարգացումների մասին չտեղեկացրեց։ Եղիշե Հակոբյանից բացի եւս 4 մեղադրյալ կա, նրանք ավելի բարձր զինվորական պաշտոններ ունեն։ Անպատասխան հարցերը շատ են ու այս տարիների ընթացքում այդպես էլ պաշտոնական բացատրություն չտրվեց գոնե տեխնիկական հարցերին։ Վրդոված էին զոհված զինվորների ծնողները, շատերը խոսելու սիրտ այսօր չունեին, ամեն ինչ ասված է, բայց լսող չկա։ Զոհվածներից Հայկ Կարապետյանի հայրը Գաբրիելը հռետորական հարցեր ուներ Սուրեն Պապիկյանին։ Քո գերատեսչությունում նման դեպք է տեղի ունեցել, ու դու այսօր ելում կանգնում ասում ես, ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Ինչով ես խղճիդ առաջ մաքուր, որ այդ երեխեքի համար ինչ էիր արել, ինչ պայմաններ էիր ստեղծել, որտեղ էիր պահում այդ երեխեքին, ինչ իրավունք ուներ այդտեղ պահեիր։ Ինչ անվտանգությունն ես ապահովում, ինչով ես անվտանգությունն ապահովում այդ երեխեքի գոնե կյանքը, որ կարողանայիք խնայիք։ Դեպքից անմիջապես հետո դու առնվազն, եթե ոչ դատվել, գոնե պետք է այդ պաշտոնից հեռանայիր։ Ինչի՞ չես հեռացել։ 15 զինծառայողի մահվան գործով դատավարությունը կշարունակվի հունվարի 23-ին։ Հետազոտվելու են իրեղեն ապացույցները, այրված ինքնազիգերը, վառարանը,